Բարի օր, մենք Զվարթնոց օդանավակայանում ենք ամենանորարար, ամենատեխնոլոգիական եւ ամենածրագրավորային մրցույթից հեքաթոնյան թռիչք 2013-ն է նորից ձեր էկրաններին։ Հիշեցնեմ, որ հեքաթոնյանի համակազմակերպիչներն են Microsoft Ինովացիոն կենտրոնը, Հանրային լրագրության ակումբը եւ Զվարթնոց միջազգային օդանավակայանը, եւ այս պահին իմ զրուցակիցն է Microsoft Ինովացիոն կենտրոնի հանրային կապերի պատասխանատու Արմինա Մխիթարյանը։ Ողջույն Արմինա։ Ինչպես եք գնահատում աշխատանքային մթնոլորտը հենց հիմա։ Շատ լավ, ավելի լավ քան սպասել էինք, հենց հիմա թիմերը արդեն տեղավորվել են, իրենց բոլոր սարքավորումները արդեն միացրել են եւ սկսել են աշխատել, այսինքն արդեն բացումը պաշտոնական, կիսապաշտոնական տեղի է ունեցել եւ հիմա արդեն թիմերը աշխատում են շատ աշխուժ։ Բացման ժամանակ նշեցիք մի անակնկալ մրցանակի մասին, որի մասին նախապես հայտարարված չէր, այն թիմը, որը կզարմացնի ժյուրիին, հնարավորություն կունենա ակսելերացիայի թիմ միանգամից մտնելու, ինչպիսին պետք է լինի թիմը, որ զարմացնի ժյուրիին։ Իրականում ակսելերացիային ծրագրում ընդգրկվելու համար բացի այն բոլոր հատկանիշներից, որ ունեն մեր երևի բոլոր թիմերը այստեղ հեքաթոնյանում, նաև պետք է կարողանա շատ լավ պատկերացնել բիզնես դարձնելու իր ծրագիրը բիզնես դարձնելու ճանապարհը, այսինքն դա է գնահատվելու ու նաև թիմի կատարած աշխատանքը այս ընթացքում, այսինքն իր վրա կատարած նաև աշխատանքը կատարելագործումը թիմի, տեսնենք ինչ փուլի են իրենք հասել ու արդեն այդ որոշումը կկայացվի։ Նախորդ տարիների հեքաթոնները ինչ որ ընդհանուր մի խորագրով էին, այս տարի թռիչք է, որը բավականին այսպես ընդգրկուն խորագիր է, կա ինչ որ մի տենդենս, որ կարելի է ընդհանուր համարել բոլոր մասնակիցների ծրագրերի ներկայացրած նախատիպերի համար։ Դժվարանում եմ ասել, որովհետև շատ տարբեր են, բազմազան են ծրագրերը, եթե նախորդ տարիներին մենք կարողանում էինք գոնե ինչ որ չափով տեսնել այդ տենդենսները, այսինքն ավելի շատ մոբայլ հավելվածներ են, թե խաղեր են, թե ինչ են, այս տարի շատ բազմազան են եւ երևի հենց պատճառն էլ դա է, որ թռիչքեր անվանումը, այսինքն կոնկրետ թեմատիկ սահմանափակում չկար եւ թիմերը ավելի շատ մտածել են այն գաղափարների մասին, որոնք իրենք հետո կարող են վեր բարձրացնել, այսինքն այն ինչի մասին իրենք իրոք երազել են երկար ժամանակ մտածել են դրա շուրջ եւ ժամանակ չեն ունեցել ուղղակի իրականացնել, այսօր իրենց հետ բերել են այստեղ։ Որտեղ է գնում հեքաթոնյանը, ինչ որ գաղափարներ կան հաջորդ տարիների վերաբերյալ, թե ինչ ուղղություն է վերցրել հեքաթոնյանը, ինչ զարգացում կունենա եւ ինչպիսի հեքաթոնյան սպասենք հաջորդ տարի։ Մենք արդեն տեսնում ենք հստակ, որ ավելի մեծ է լինելու հաջորդ տարվա հեքաթոնյանը, այդ արդեն հաստատ, այսինքն մենք ինչ որտեղ պետք է ունենանք, որը ավելի մեծ լինի եւ ավելի շատ մարդ կարողանա տեղավորի, դա արդեն հաստատ է։ Տեղի մասին ինչ որ գաղափարներ կան, արդեն մտածել ենք ինչ որ բաներ, բայց ավելի շատ ուզում ենք մեր մասնակիցների հետ խոսել, այսինքն իրենց էլ հարցնել, որտեղ կուզեին հաջորդ տարի լինել, այսինքն որտեղ կուզեին բերել իրենց գաղափարները, տեսնենք իրենք էլ ինչ կասեն եւ դեռ 1 տարի ժամանակ ունենք կորոշենք դեռ որտեղ կլինի։ Բացի ծավալի, բացի ընդգրկունությունից, էլ ինչ տարբերություն կա նախորդ տարիների եւ այս տարվա հեքաթոնի միջեւ։ Իսկ նաև թիմերի վերաբերմունքն է բավականին փոխվել։ Շատ թիմեր կան, որոնք արդեն 2 տարի մասնակցում են, թիմեր կան, որոնք 1 անգամ գոնե մասնակցել են եւ կան նոր թիմեր եւ այդտեղից արդեն իրենց տրամադրությունը ընդհանուր փոխվում է, այսինքն կան փորձված թիմեր արդեն, որոնք գիտեն ինչի համար են եկել եւ process-ն են պատկերացնում նաեւ ինչ են անելու հիմա, ներկայացումները ինչպես են լինելու, մի քիչ ավելի པարզ է ամեն ինչ եւ ավելի հեշտ է կազմակերպչական առումով եւս։ Շատ շնորհակալություն Արմինա, ես հիշեցնեմ, որ իմ զրուցակիցն էր Microsoft Ինովացիոն կենտրոնի հանրային կապերի պատասխանատու Արմինա Մխիթարյանը, մենք գտնվում ենք Զվարթնոց միջազգային օդանավակայանում, հեքաթոնյան թռիչք 2013-ն է այստեղ տեղի ունենում եւ տեղի կունենա ոչ ավել, ոչ պակաս 24 ժամ։ Իսկ մենք եթերում կլինենք, ես Եվան եմ, ես ու իմ գործընկերները ուղիղ եթերում կլինենք պարբերաբար, մոտավորապես կես ժամը 1, ձեզ կզեկուցենք, թե ինչ է կատարվում այստեղ, իսկ այստեղ կատարվում են շատ հետաքրքիր գունավոր վառ բազմազան բաներ, նորից հիշեցնեմ, որ հեքաթոնյան 2013-ի համակազմակերպիչներն են Հանրային լրագրության ակումբը, Microsoft Ինովացիոն կենտրոնը եւ Զվարթնոց միջազգային օդանավակայանը, առայժմ կհանդիպենք։